ցուրտը ռուսական ժողովրդական հեքիաթ։ Մի կին մի հարազատ ու մի խորտ աղջիկ ուներ։ Հարազատը ինչ աներ չաներ, գլուխը շոյում էին ու ասում խելոք է։ Իսկ խորթը ոնց աներ, էլի սրտներով չէր, էլի վատ էր, բայց որ ճիշտն ասենք, ոսկի աղջիկ էր։ Լավ մարդու ձեռքի տակ նրա նմանը յուղի մեջ լող էր տալիս, իսկ ինքը խորթ մոր մոտ աղի արցունք էր կուլ տալիս։ Դե ինչ արած, քամին որ քամի է, գազազում է ու էլի հանդարտվում, բայց պառավը որ կատաղում էր, էլ լռել չկար, հա դուրս էր տալիս ու ատամները կրճտացնում։ Մի օր որոշեց խորտ աղջկան տանից քշել։ Տար, այ մարդ, ուր ուզում ես տար, մենակ թե ոչ աչքս տեսնի, ոչ ականջս լսի, բայց տես, բարեկամների տաք տները չտանես, տար բացատը, թող ցրտումը մնա։ Մարդը դառնացավ, լաց եղավ, բայց աղջկան դրեց սահնակի վրա, ուզեց մի փալասով ծածկի, էդ էլ վախից չարեց, տարավ բաց դաշտում խեղճին գցեց ձնակույտի մեջ, խաչակնքեց ու շուտ ետ դառավ տուն, որ աղջկա մահը չտեսնի։ Որբը մնաց, ցրտից դողաց ու կամաց աղոտ քարեց։ Մեկ էլ ցուրտը դուրս թռավ, ցատկեց, սիրուն աղջկան մտիկ տվեց։ Աղջիկ, ես ցուրտն եմ, կարմիր քիթն եմ։ Բարով եկար ցուրտ, երևի Աստված է քեզ ուղարկել իմ մեղավոր հոգու համար։ Ցուրտը մեկ ուզեց գլխին խփի ու տեղում սառեցնի, մեկ էլ նրա խելոք խոսքը դուրը եկավ ու խղճաց նրան, հանեց մի քուրք տվեց ու գնաց։ Աղջիկը մտավ քուրքի մեջ, ոտներն իրեն քաշեց ու կուչ եկավ։ Նորից եկավ ցուրտը կարմիր քիթը, ցատկեց, սիրուն աղջկան մտիկ տվեց։ Աղջիկ, ես ցուրտն եմ, կարմիր քիթն եմ։ Բարով եկար ցուրտ, երևի Աստված է քեզ ղրկել իմ մեղավոր հոգու համար։ Բայց ցուրտը հոգու համար չէր եկել, սիրուն աղջկան մի ծանր ու մեծ սնդուկ էր բերել, մեջը լիքը օժիտ։ Աղջիկը քուրքը հագին նստել էր սնդուկին ու էնքան ուրախ էր, էնքան լավիկներ։ Մեկ էլ եկավ ցուրտը, կարմիր քիթը, ցատկեց, սիրուն աղջկան մտիկ տվեց։ Աղջիկն էլ չվախեցավ, բարև տվեց։ Ցուրտն էլ նրան ոսկի արծաթ կարերով շոր նվիրեց։ Շորը հագավ ու այնպիսի մի գեղեցկուհի դարձավ, հիմա նստել երգ է ասում։ Իսկ խորթներն իրենց տանը դու մի ասա, բլիթ է թխում ու հոգեհաց սարքում աղջկա համար։ Վեր, այ մարդ, գնա աղջկանդ բեր, որ թաղում անենք։ Մարդը գնում է, իսկ շունը սեղանի տակից։ Հավ, ծերուկի աղջկան ոսկու արծաթի մեջ են տանում, պառավի աղջկան ոչ մի փեսացու չի հավանում։ Ձենդ հիմար, առ քեզ բլիթ, ասա, պառավի աղջկան հարս կտանեն, ծերուկի աղջկա ոսկորները կբերեն։ Շունը բլիթը կերավ ու նորից։ Հավ, ծերուկի աղջկան ոսկու արծաթի մեջ են տանում, պառավի աղջկան ոչ մեկը չի հավանում։ Պառավը շանը բլիթ էլի տվեց, հոգոն էլ տվեց, բայց մեկ է, շունն իրենն էր պնդում։
ծերուկի աղջկան ոսկու արծաթի մեջ են տանում, հավ, պարավի աղջկան ոչ մեկը չի հավանում։ Դարպասները ճռռացին, դռները բացվեցին, առջևից մի ծանր ու մեծ սնդուկ են բերում, ետևից էլ խորտ աղջիկն է գալիս, փայլում է ոնց որ տիկնանց տիկին, խորտ մերը նայեց, բերանը բաց մնաց։ Այ մարդ, շուտ արա, ձիերը թամբիր, իմ աղջկան էլ տար նույն տեղը, նույն բացատը։ Ծերուկը նրան էլ տարավ նույն դաշտում, նույն տեղում նստեցրեց, ետ եկավ։ Ցուրտը կարմիր քիթը մոտ գնաց, իր նոր հյուրին մտիկ տվեց, ցատկեց, ցատկոտեց, բայց լավ խոսք ասող չեղավ, ջղայնացավ ու տվեց սպանեց։ Այ մարդ, վեր է, գնա աղջկանս բեր, ձյանը արագ կքշես, բայց սահնակը շուռ չտաս, սնդուկը վայր չգցես։ Իսկ շունը սեղանի տակից։ Հավ, ծերուկի աղջկան հարս կտանեն, պարավի աղջկա ոսկորները կբերեն։ Այ սուտասան, արկարկանդակ, ասա պարավի աղջկան ոսկու արծաթի մեջ կտանեն։ Դարպասները բացվեցին, պարավն առաջ վազեց, բայց հարազատ աղջկա տեղ նրա սառած մարմինը գրկեց։ Լաց եղավ, վայնասուն դրեց, բայց դե արդեն ուշ էր։